Բարև ձեզ հարգելի ընկերներ, խնդրում եմ անպայման տարածել, հասկանում եք, պետք է վերջիվերջո մեր ազգը հասկանա ով է իրական թշնամին, ինչ է կատարվում և խնդրում եմ անպայման տարածեք, առաջին հերթին խնդրում եմ, աղաչում եմ գյումրեցիներին, աղաչում եմ ուղղակի, վաղը պաշտպանեք եկեղեցին, պետք չի ընդհարումներ, ներկա գտնվեք, վեհափառի անունը կոչեք, մի քանի 100 հոգի նիկոլական անցեղ անասունների նախիր է վերվելու և ԱԱԾ-ի և կարմիր բիրետավորների այդ մեծահասակ տարիքում արդեն յանիչար դարձած շներ, ուղղակի կանգնեք և կանչեք Հայր մերը արտասանեք և կաթողիկոսի անունն տվեք, Միքայել Աջապայրյանի, ձեր հոգևոր առաջնորդի, որը մեր ժամանակվա մարգարեն է։ Խնդրում եմ ձեզ, և այ քաղաքական ուժեր, որոնք յանըմ թե գնում եք ընտրության Նիկոլ հաղթելու Գյումրիում։ Վարդան Ղուկասյանի բարեկամները, տղամարդ է վերջիվերջո։ Մասնակցեք, Ռուբեն Մելքոնյան, ընտրության, որ այսենք ձեր ընտրությունները օրինակ յանըմ թե ծառայել, որպեսզի արդեն պետական ընտրություններով հերթական անգամ գնային և այն ժամանակ կազմեցին Արցախի հանձնման խորհրդարան, հիմա Հայաստանի կործանման խորհրդարան կազմեն։ Այսօր խորհրդարանական իշխանության, իսկ Հայաստանը խորհրդարանական երկիր է, միակ իշխանությունը, միակ առաջնային մանդատ ունեցող կառավարություն ընտրող, երբ որ Նիկոլին ասում են և կողքը կպսում են իշխանություն բառը, Նիկոլը ոչ մի իշխանություն չէ։ Նիկոլը նշանակված գործակատար է իր ամբողջ թիմով։ Եվ առաջին անգամ պատմության մեջ, քաղաքակրթական կրթության պատմության մեջ, առաջին չլսված քաղաքակրթական հանցագործում կատարելով, առաջին անգամ գնալով կապիտուլյանտի և դավաճանի հետ ընտրության, դա արդեն կապիտուլյացիան իրական կապիտուլյացիան հենց դա էր, արդեն լեգիտիմացում էր ամեն ինչ և հիշում եք, չէ, Նիկոլին մնացել էր 1 տարի և դա ընդամենը մի խոզ էր, որը բունկերում երազում էր գոնե 1 օր ավել ապրել և նրան հանեցին բունկերից, թողնելով, որ տրորի եռաբլուրը, զոհաբերի բանակը և ամեն ինչ կատարի մենակ թե իրանք հասնեն դրսից հրամայված այդ դրսի ուժերի հարեմի անդամները գնացին ընտրության և կազմեցին դավաճանական ուժի հետ, իսկ դավաճանների և թշնամիների հետ համագործակցելը կալաբրացիոնիզմ է, իսկ գերագույն կալաբրացիոնիզմը, ամենամեծ հանցագործությունը, դա իշխանություն կազմելն է դավաճանի կամ թշնամու հետ։ 5-րդ տարին է, 1 տարի էր մնացել Նիկոլին, ջախջախված Նիկոլը, որը չգիտեր ոնց անի, որ գոնե 1 օր ավել ապրի, բունկերից հեռացրեցին, հանեցին և տվեցին 5 տարի ժամանակ, մեղք քսելով ժողովրդի գլխին, թե նա ընտրեն, խայտառականելով ամբողջ աշխարհի երեսին մեր ազգը և բերեցին այն աշճան նվաստացման, այն աշճան քայքայման, այն աշճան պառակտման, որ Հայաստանը գոյություն արդեն ունենալու համարյա թե ոչ մի հնարավորություն չունի։ Եվ այսօր այդ ընդդիմաբոսյակները, այդ քաղաքակրթական անասունները, այդ քաղաքական պոռնիկները, այսօր մի թևը են հակայական հայտարարում էր, ոչ կաթողիկոսն եք բռնեն, ինքը մեկա բերդում էլ կաթողիկոս կմնա։ Կաթողիկոսը քաղաքականությամբ է զբաղվում, քաղաքականությամբ զբաղվեց եկեղեցին այն ժամանակ, երբ որ հասկացավ, որ ձեր նման փսրիկները քաղաքական երկիրը տանում են դավաճանության և կործանման և ստիպված իրեն կանգնեցին, որպեսզի պահեն հայկական շահերը, ինչպես կաթողիկոսը հերոսություն անելով, իմանալով ինչ է իրեն սպասում, ինչ հետապնդումներ են գնալու, գնաց և հավաքեց համաժողով, որպեսզի հայտարարի, որ արցախցին իրավունք ունի, մեր մշակույթը պետք է պահպանվի Արցախում և այլն, և այլն։ Ոչիլներ, Միքայել Աջապայրյանի նման մարգարեին, որի մի կաթիլ արունը ազնվազար, թագի ժառանգի արունը, ձեր ամբողջ այդ նախագահիկների և ձեր հետ միասին այդ նախագաների
կարտոնից դամբարանների, այդ մեռելների, որի պատճառով Հայաստանը դարձավ մեռելեցին, գրպանից կաթացող գումարներին ծառայող քրմեր ջիշովկեք։ Մյուս թիմներ են գարնիկի դեմքով, այն տունը պահող են, խոզուկ են, մինիպիգի դեմքով, անասունը, որը որ զոհա բերեց Բագրատին, Բարգատ Սրբազանին։ Հիմա էլ Բագրատ Սրբազանի կողքով կանգնում էր անտի-իմպիչմենտ, պետք է անեն ինքը մանդատը ձեռը բռնած, մանդատակիրները, այդ բոմժեր, այդ մանդատներով դուք կործանեցիք համատեղ քեմալիստների հետ բարի եւ չար միլիցիա խաղալու Արցախը, տվեցիք Միչանսկը, տվեցիք Ջերմուկի ու Տաուշի տարածքները, լեգիտիմացրեցիք անպատմությունը, ամեն ինչը, այդ կեղտեր, այդ այլանդակներ, երբ որ դուք կարող եք ընդամենը մեկ օրվա ընթացքում կործանել այդ ձեր իսկ ընտրած, քանի որ կազմելով խորհրդարան իրական իշխանությունը Հայաստանի քեմալիստների հետ միասին ավտոմատ դուք ընտրել եք Նիկոլին եւ ձեր գործակատարի ձեռքով դուք կործանում եք Հայաստանը եւ եկեղեցու վրա հարձակվում եք դուք ամեն մեկը խորհրդարանն է մեր թշնամին օկուպացված ամենաայլանդակ, ամենապոռնիկ կենդանիներով, իրենց հետևը կանգնած ամենավերջին ստորներով, մեռելացիններով։ Եվ այդ խորհրդարանը պետք է կործանվի, ամբողջ իր դեմքերով, ինչ ընտրություններ։ Գյումրեցիներ, խնդրում աղաչում եմ ձեզ, չթողնեք պրծվի 7 վերքը, հաջորդը լինելու է Իշխմիածին է։ Եթե դուք ուզում եք հայ մնաք, խնդրում եմ ձեզ չթողնեք։ Եթե դուք ուզում եք Գյումրի ունենաք, եթե ուզում եք Հայաստան գոնե ինչ-որ ձևով մնա, եթե ուզում եք հայ մնաք, ոչ թե կամ դառնաք հայ դիակ, կամ մուսուլմանություն ընդունեք։ Լրագրողներ, հասկանում եմ, որ դուք եք նրանց գրպանին նստած, գրպանի ծծողներ եք։ Բայց վերջի վերջո ձեր տունն է դա, ձեր տներին էլ է հասնելու, ձեր երեխեքին էլ է մորթելու, ոտքի կանգնեք, հարցեր տվեք, այս շներ, այ բոյսակներ, այսօր էլ Արցախը կերակ քեմալիստներ հետ, այ ընդդիմա բոզեր, կերակ Միչանսկը տվիք Հայաստանը կտրեցիք ամեն ինչից, Տավուշն ու երեխեքի արունը ուրացակ, այդ դաշտանակներ, մասոնական, հուդայի, խեղաթյուրական դաշտանակցություն, որոնք կանգնած եք եղել Մակրոնի կողքին եւ Մակրոնին ստիպել եք Մակրոնի հետ միասին, որ Նիկոլը այդ այլանդակ խոզը ձեր ընտրած գործակատարը ստորագրի Արցախի հանձնումը։ 120 տարի առաջ կերակ Հայաստանը, հայերի գումարները գողացակ փախակ Ֆրանսիա, եկեղեցուց վերցրեցիք Արցախի Հայաստանի առաջնորդության իրավունքը։ Հիմա էլ եք ուզում կործանեք Հայաստանը գոնե դրանից քյար ունենաք։ Վերացրեք այդ ընդդիմությանը, տղաներ, Արշակ, Մարշակ, Գեբոր, Գրիգոր, Տիգրան Տոեսիմով, որ հետևներից 5 տարի ինգած ամենահավիրքից առած ձեզ քարշ էին տալի փողոցներով, երբ որ մի անգամ փորձեցիք ձայնանել, թե ինչ եք անում, եք չի տապալ եք ամեն ինչ, կանգնեցին ձեզ ասին, եկել էին նիկոլականները, անբարոյականի վաստակ էին։ Ինչի մեկի բերանի չի ֆռում, արա ինչ ընտրությունների գնալ, խո դուք անասուն չեք, այն մարդը, որ հավատում է, որ կարող է 1% շանս լինի, որ Նիկոլայի այդ ընտրության գնալով, ոչ թե վերջնական կնքվի Հայաստանի կործանման, վերջնական կործանման, այլ վերջնական անպատվի, հասկանում եք գնալ ընտրության դավաճանի, եկեղեցուն կործանողի հետ, այսինքն ընդունել, որ դա հնարավոր է։ Աննորմալներ, դարձել ենք վերջի տառականով բնակեցված մի հատ գարշահոտ տարածքներ, քանի որ կարևոր է պետք է այդ գարշահոտ տարից ազատվի։ Գյումրեցիներ, խնդրում եմ ձեզ, պաշտպանեք մեկ անգամ գոնե, մի քիչ պատիվ ասում են գյումրեցին ուներ, դա էլ ոտնատակ մի տվեք։ Իսկ լրագրողներ, թքեմ ձեր երեսին, ինչի չեք ասում այդ
անդիմադիր բոսակներին ձեր տունն է քանդվելու, ինչի հարց տալու չեք ասում, ասում ես կաթիլը կոստա նստելու, եկեղեցիրա վերացվելու, ձեր մանդատը այ բոմժեր, այդ կաթողիկոսը եկեղեցուց 1700 միակ մնացած հայկական կառույցից, պատմական, հոգևոր, հայապայման, կարևոր է այդ բոմժեր։ Ինչքան պետք է Հայաստանը կտրվի, ինչքան պետք է հայազգը կործանվի, ինչքան պետք է անպատվանա այն բոսակներ, այն վերջի սատանայի վերջի վիժվածքներ, ինչքան մարդ պետք է ձեր հմեն մայրերն են ամենավերջի, ես չգիտեմ կարող է ձեր բիոլոգիական մայրը չի եղել, ձեր դրան դիմացին կծե ինչ-որ ձեր այդ լաբորատորիայում մշակված այն մուտանտներ, բերես շպրտել են, փոխել են ծննդատներում, որովհետև մենակ նման կենդանի, նման մուտանտը կարող է նման ձևով լինել։ Բարի ու չար, հիմա ով է բեթար։ Թշնամուց բեթար Դավաճանն է։ Ասում են Դավաճանին պետք է պատժես հազարապատիկ ավել, քան թե թշնամուն։ Իսկ ամենասարսափելին եւ դա ապացուցեց հայ ազգի խայտարակություն իրեն, որ ամենասարսափելի բանը Դավաճանության բոզն է։ Խնդրում եմ տարածեք։ Սա կագնեցնել է պետք։ Միակ եղանակը Նիկոլին, այդ նրանց խորհրդարանն է դա անում։ Ամեն մի падգամավոր, ամեն մի ֆրակցիա հիմա վաղը եկեղեցու վրա հարձակում անում է խորհրդարանը իր ընտրված, իրեն նշանակված, իրեն կողմից պահվող գարշահոտ, կեղտոտ, ամենասարսափելի, բայց գործիքի կողմով ձեռքերով ընդամենը։ Այսքան բան։ Ոնց ուզում եք արեք, ես կապրեմ խայտարակված, ախր դուք էդ չեք անելու, ձեր կյանքներ է խայտարակվելու, ձեր կյանքներ է կարող է մորթրեին, կարող է բռնաբարեն, կամ էլ գնալու եք, կարող է շատերիդ համաձայնեք, մի քիչ է կարող է գումար տան, կամ կյանք խոստանան, որ ձեզ չեմ մորթի մուսուլման դառնաք։